Ողջույն, Բուն TV-ի եթերում դուք դիտում եք առողջ ոդքասթը մարդու մտավոր, հոգեկան եւ ֆիզիկական առողջության մասին։ Այսօր մենք զրուցելու ենք վերջերս տարածված հանտավիրուսի վերաբերյալ եւ իմ հյուրն է Դավիթյանց պոլիկլինիկաների փոխտնօրեն, վարակաբան Նաիրա Ստեփանյանը։ Հանտավիրուսը վիրուս է, որը տասնամյակներ շարունակ հայտնի է բժշկագիտությանը։ Հետևաբար սա սկսենք նրանից, որ միֆերից մեկն է եւ այս պահին խոսելով դրա մասին նաև ցանկանում եմ հասարակության շրջանում կոտրել այդ միֆը, որ սա նոր վիրուս է։ Ոչ, հանտավիրուսը նոր վիրուս չէ։ Գոնե թե այս պահի դրությամբ հանտավիրուսը չի հավակնում դառնալ այսպես կոչված համաճարակի կամ այն էլ համավարակի պատճառ։ Ողջույն, Բուն TV-ի եթերում դուք դիտում եք առողջ ոդքասթը մարդու մտավոր, հոգեկան եւ ֆիզիկական առողջության մասին։ Այսօր մենք զրուցելու ենք վերջերս տարածված հանտավիրուսի վերաբերյալ եւ իմ հյուրն է Դավիթյանց պոլիկլինիկաների փոխտնօրեն, վարակաբան Նաիրա Ստեփանյանը։ Ողջույն, բժշկուհի։ Ողջույն։ Ամբողջ աշխարհը 2026 թվականի մայիսի սկզբին այսպես խիստ ահազանգում էր հայտնի կրուիզի, դեպքի վերաբերյալ, որտեղ փաստացի արդեն արձանագրվեցին մի քանի հանտավիրուսի դեպքեր եւ սա իրապես այսպես խոճապ է առաջացնում հասարակության մոտ, ընդ որում բոլոր տեղերում, բոլոր երկրների մակարդակում, որովհետեւ մարդիկ ունեցել են կոവിഡ്ի փորձը եւ սա բավականին վախեցնում է ու ստիպում է արդեն նմանատիպ իրավիճակներում բավականին զգոն լինել, ինչը բնականաբար բերում է նաեւ շատ միֆերի եւ այլ հարցերի մասին մարդկանց մտահոգությունը։ Հիմա սկսենք սկզբից։ Նախ սա ինչ վիրուս է առհասարակ, որքանով է այն ուսումնասիրված, արդյոք կա պատվաստանյութ թե ոչ, ու հետո արդեն մնացած հարցերին անդրադառնանք։ Նորից ողջունում եմ, շնորհակալ եմ հյուրընկալելու համար եւ շատ ուրախ եմ, որ հանրային, այսպես ասած, տեղեկատվություն անդրադառնում է նմանատիպ հարցերի, քանի որ այո, դուք շատ ճիշտ եք, COVID-19 համավարակից հետո մարդիկ շատ են վախենում նմանատիպ ինֆորմացիաներ լսելուց, քանի որ կրկին վերադառնում են այն իրավիճակին, ինչ որ տեղի ունեցավ համավարակի ընթացքում։ Հանտավիրուսը վիրուս է, որը տասնամյակներ շարունակ հայտնի է բժշկագիտությանը։ Հետևաբար սա սկսենք նրանից, որ միֆերից մեկն է եւ այս պահին խոսելով դրա մասին նաև ցանկանում եմ հասարակության շրջանում կոտրել այդ միֆը, որ սա նոր վիրուս է։ Ոչ, հանտավիրուսը նոր վիրուս չէ։ Տասնամյակներ շարունակ այս վիրուսը շրջանառում է բնության մեջ եւ բժշկագիտությունը ուսումնասիրում է վիրուսը եւ պատրաստվում է, այսպես ասած, կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկում, որպեսզի վիրուսի լայն տարածումներ չլինեն։ Հանտավիրուսի վերաբերյալ մենք պատվաստումներ չունենք։ Բժշկագիտությունը պատվաստանյութ չունի հանտավիրուսի համար, հանտավիրուսի դեմ եւ ուսումնասիրությունների շրջանում բարձաբանվում է եւ բարձ է դառնում, որ հանտավիրուսը մեծ համավարակներ, համաճարակներ առաջացնելու հակում հավանականություն չունի։ Եվ դա պայմանավորվեց նրանով, որ մարդուց մարդուն փոխանցումը հանտավիրուսի պայմաններում, պարագայում ընդամենը նրա շտամներից մեկով է պայմանավորված եւ դա պայմանավորված է խիստ սերտ կոնտակտով։ Հետևաբար, եթե մենք ի տարբերություն COVID-19-ի, մոտ դիրքերում կանգնած մենք կարող էինք վարակվել խոսելու ընթացքում, հազալու փռշտալու ընթացքում, հանտավիրուսով վարակը որպես կանոն այդպես չի փոխանցվում, դա փոխանցվում է սերտ կոնտակտով, մարդուց մարդու փոխանցման մասին է խոսքը, որտեղ մենք անդրադառնանք նաև թե ինչ ճանապարհով են վարակվում հանտավիրուսը։ Այո, սա երևի թե կարևոր խնդիրներից է, որ մարդկանց վախեցնում է։ Սկզբում որքանով հասկացա, մոտ 8 մարդեր չէ վարակվել ի սկզբանե եւ դրանցից երկուսը հենց այդ նմանատիպ վայրում են եղել, որտեղ մեծ հավանականություն է եղել, որպեսզի իրենք կվարակվեն։ Ընդհանրապես այդպես աղբյուրով ոնց է գալիս, կենթանու միջոցով է, չէ՞, վարակը տարածվում։ Այո, եւ եթե թույլ տաք ասեմ, որ տեսեք սկիզբը, որը հաղորդվեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մայիսի 2-ին, այդ այսպես ասած չարաբաստիկ ճամփորդության ընթացքում փակ տարածքում կրուիզային նավի վրա դեպքի արձանագրումներ, որը որ իդեպ առաջին մահը համարվում է հավանական դեպք, քանի որ նրա մոտ ախտորոշվել լաբորատոր հաստատում չի եղել, որից հետո արդեն երկրորդ դեպքը համարվում է հաստատված դեպք, քանի որ ստացվել է լաբորատոր
ախտորոշում։ Այո, այդ զույգը եղել է հանտավիրուսի տարածման առումով, հանտավիրուսի այսպես ասած օջախայնության առումով երկրում, դրանք Արգենտինան էր, հա, եւ այնտեղ ուրեմն ամենայն հավանականությամբ այն տարածքում, որտեղ այդ վիրուսը կատարել է նկարահանումներ, չգիտեմ, որևիցե աշխատանքներ կամ բոլոր դեպքերում դիտել է այդ իրենց համար տեսարժան վայրերը, ամենայն հավանականությամբ հենց այդտեղ եղել է կոնտակտ։ Ես ուզում եմ անպայման նշել, որ հանտավիրուսը պարունակում է եւ հանտավիրուսով կարող են վարակվել կրծողների, մասնավորապես կրծողների, արտաթորանքի, մեզի, ինչպես նաեւ թեքի հետ կոնտակտի դեպքում, որոշ դեպքում կարող են վարակվել կրծողների խայթոցի պարագայում եւ որոշ դեպքերում կարող են վարակվել սննդային ճանապարհով, եթե այդ արտաթորանքները հայտնվում են սննդում, հա, որպես այդպիսին։ Ինչպես նաև մենք հանտավիրուսով կարող ենք վարակվել, ինչը շատ կարևոր է, հատկապես կարևոր է կանխարգելման հետ կապված հարցերում, աերոզոլային ճանապարհով։ Օրինակ, նույն կրծողները լինելով ասենք ցորենի պահման տարածքներում, գարու պահման տարածքներում, հա, դրանք հիմնականում իրենց սիրելի վայրերն են։ Բնականաբար մեզ արտաթորանքները այդտեղ լինում են եւ եթե այնտեղի մաքրումը կատարվում է ոչ խոնավ ճանապարհով, փոշու միջոցով, հա, այդ աերոզոլները կարող են ուրեմն շնչական ճանապարհով անցնել մարդուն եւ վարակել, առաջացնելով հիվանդություն։ Ի սկզբանե ուզում եմ ասել, որ ռեզերվուարը որպես այդպեսին տերերը դրանք կրծողներն են։ Վիրուսը, ընդ որում, հանտավիրուսը ունի շատ տարբեր շտամներ եւ հատկանշական է, որ տարբեր շտամների համար տարբեր տեսակի կրծողներ են համարվում ռեզերվուարներ եւ իրենց մոտ գնում են ասիմպտոմ, այսպես ասած, կրություն եւ իրենք կարող են վարակակրություն եւ իրենք կարող են արդեն փոխանցել նշված ճանապարհներով, արտաթորանքների եւ խայթելու միջոցով։ Եվ այս վիրուսները հիմնականում փոխանցվում են այդ ճանապարհով։ Բացառությամբ մեկ շտամի, որը կարող է մարդուց մարդուն փոխանցվել այս պարագայում, նորից կրկնում եմ, սերտ կոնտակտի ժամանակ։ Եվ օրինակ հենց այդ շտամներ փաստորեն հիմա հենց այդ շտամներ, այո, շտամը կոչվում է Andes վիրուս, եւ հենց այդ շտամով է եղել պայմանավորված մեր չերաբաստիկ կրուիզային նավի, այսպես ասած, որպես այսպեսին բռնկումը։ Եվ բնականաբար կրուիզային նավը հիմա տեսեք մենք ասում ենք սերտ կոնտակտ, երկարատև շփումներ, ընդ որում երկարատև շփումները եւս շատ հատկանշական են, իսկ կրուիզային նավը դա նպաստավոր պայման է ստեղծել։ Իրենք ավելի փակ միջավայր է եղել, նույն ուրեմն սենքերից, այսպես ասած, հա, սանհանգույցներ կլինի, ռեստորանային տարածքներ, միևնույն տեղամասում օգտվելու պայմաններում եւ հետեւաբար այստեղ մեծ է եղել մարդուց մարդուն փոխանցման, այսպես ասած, հավանականությունը եւ արձանագրված դեպքերը։ Ես ուզում եմ ավելացնել, որ վերջին տվյալով, դա Առողջապահության համաշխարհային կազմակերպության մայիսի 13-ի թարմացումներ, արդեն մենք ունենք 11 դեպք։ Ընդ որում 11 դեպքերից 8-ը հաստատված լաբորատոր հաստատումով։ Իդեպ հիվանդության հաստատումը լաբորատոր նմուշարումով իրականացվում է, դա սովորական, ոչինչ որ մեծ տեխնոլոգիաներ պահանջող իմունոլոգիական հետազոտություններն են, որտեղ հայտնաբերում են հակամարմինները եւ նաեւ ժամանակակից ՊՇՌ մեթոդով հայտնաբերումն է, որ մենք կարող ենք իրականացնել հիվանդության սուր փուլում, երբ որ դեռ արյան մեջ կարող է հայտնաբերվել վիրուսի DNT-ն։ Եվ այդպես կարողանում են լաբորատոր հաստատել հանտավիրուսը եւ բնականաբար համարձակ ասել, որ հենց սա հանտավիրուսն է եւ հանտավիրուսի հենց այս տեսակն է։ Շատ ենք մենք ճամփորդում հատկապես հիմա եւ հիմա մոտենալով այս ամառային շրջանին վստահ եմ էլի շատանալու են ճամփորդությունները եւ դե բարձ է արդեն արձանագրված է որ Հայաստանում չունենք դեռևս որևէ դեպք, բայց այնուամենայնիվ հաշվի առնելով այս ճամփորդության հնարավորությունները մեր օրերում, որովհետեւ նախկինում էլ հա տեսել ենք որ դրա շնորհիվ է ամենաշատը տարածվում վիրուսը։ Արդյոք մենք ունենք բավարար պատրաստվածություն այստեղ նախ առաջինը հետազոտելու եւ ախտորոշելու եւ հետո արդեն անհրաժեշտության դեպքում համապատասխան բժշկական օգնություն ցուցաբերելու։ Շնորհակալ եմ հարցի համար, մի փոքր պետք է ավելի լայն պատասխանեմ հարցին, սկսենք նրանից, որ հանտավիրուսը հիմնականում տարածված է Հարավային Ամերիկայի երկրներում, հա, դա նույն ինչպես նշեցինք Արգենտինան, Չիլին,
Եվ այդ երկրներում կրծողները ունեն կրծողների շրջանում տարածված է եւ իրենք այդտեղ կարող են փոխանցել։ Համենայն դեպս Հայաստանի Հանրապետությունում մենք այդ վիրուսը կրծողների շրջանում որպես կանոն չունենք, համենայն դեպս նմանատիպ դեպքեր, հետազոտություններ չունենք, հա։ Այո, այս պահին Այո, ճամփորդությունների առումով, այո, ես մշտապես նշում եմ, որ ինֆեկցիոն հիվանդությունները հատկապես այս լայն հնարավորությունների սահմաններում արդեն ճամփորդություններ, միգրացիա, դրանք տարածվում են եւ աշխարհագրությունը փոխվում է ինֆեկցիոն հիվանդությունների, սակայն դրանք ավելի ուրեմն վերաբերելի են օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վիրուսներին։ Մենք մեր այս վիրուսը, որը այս պահին շրջանառում է եւ վախեցնում է մարդկանց, օդակաթիլային ճանապարհով չի փոխանցվում, հետեւաբար մենք մեծ բռնկումներ սпасել, ակնկալել Հայաստանում իմաստ չունի, հա, չենք տեսնում, որ ես որպես վարակաբան, հա, չեմ տեսնում դա։ Երկրորդը, ինչ վերաբերվում է բուժմանը, տվյալ, սա իդեպ միֆերից հաջորդականներն են, որ հակապարազիտային միջոցները կամ հակաբիոտիկները օգնում են եւ բուժում են այս հիվանդությունը, ոչ։ Միանշանակ ուզում եմ հայտարարել այստեղից, այս ամբիոնից, որ հակաբիոտիկները չեն բուժում, քանի որ սա վիրուսային վարակ է, ցուցված չեն հիվանդության բուժման համար, հակապարազիտար միջոցները չեն բուժում, մասնավորապես իվերմեկտինը, որը որ շատ լայն տարածում է, հերթական միֆերից մեկն է համացանցում, չի բուժում այս հիվանդությունը։ Հակաբիոտիկների կիրառում, այո, հնարավոր է, երբ որ հիվանդության ընթացքում կասկած կլինի երկրորդային բակտերիալ վարակի, բայց դա չի նշանակում, որ դրանով բուժում են հանտավիրուսային վարակը։ Նշեցինք նաև, որ պատվաստում նման հիվանդության դեմ չկա, եւ այստեղ ընդլայնվելով ուզում եմ երկու բառ ասել կլինիկական ախտանիշների մասին, երբ մարդ, այո, ինչպես է դրսևորվում։ Վարակվելուց հետո նախ ինկուբացիոն շրջանը բավականին երկար է։ Վարակվելուց հետո 1-ից 8 շաբաթվա ընթացքում մարդիկ կարող են կլինիկական ախտանիշներ չունենալ եւ ապա ունենան կլինիկական ախտանիշներ, որոնք կարող են լինել կլինիկական ախտանիշները բոլոր վիրուսային վարակներին բնորոշ ախտանիշներ, ընդհանուր ինտոքսիկացիոն երևույթներ, ջերմություն, մկանացավեր, ոսկրացավեր, որոշ դեպքերում ստամոքսաղեքային տրակտի խանգարումներով ընթացող խանգատներ, օրինակ սրտխառնոց, փսխումներ եւ որովայնացավեր։ Եվ այստեղ շատ կարեւոր է առանձնացնել, որ ամերիկյան երկրներում հանտավիրուսային վարակը մշտապես գնացել է հիմնականում սիրտ-թոքային հիվանդությամբ, սիրտ-թոքային համախտանիշով զարգացող կլինիկական ախտանիշներով։ Այստեղ մահացությունը բավականին բարձր է հանտավիրուսային վարակի հայտնաբերման ոչ վաղ հայտնաբերման պարագայում եւ ուշ հոսպիտալացման պարագայում, մահվան ռիսկը մեծանում է մինչեւ 50%։ Եվ եթե ուրեմն մի փոքր ակնարկ անենք, 2025 թվականի ընթացքում 8 ամերիկյան երկրներում արձանագրվել է հանտավիրուսային վարակի մոտավորապես 300 դեպք, 285 դեպք։ Մեկ տարվա կտրվածքով 2025 թվականի ընթացքում, մեկ տարվա կտրվածքով։ 2023 թվականի տվյալները, որոնք որ հասանելի են Եվրոպայի երկրներում եւ Միջին Ասիայի երկրներում 2023 թվականի ընթացքում արձանագրվել է հանտավիրուսի մոտավորապես 1900 դեպք։ Սակայն սա իրականում տարածված վարակ է եղել, վիրուս է եղել, ներողություն, բայց հետաքրքիր է հա այստեղ, եթե այս չափ եղել են, թե սրանք դեպքեր են, որոնք որ մարդուց մարդ փոխանցվողները չեն։ Սրանք մարդուց մարդ փոխանցվող դեպքեր չեն եղել։ Սրանք մարդուց մարդ փոխանցվող դեպքեր։ Ուզում եի հասկանալ, թե որքանով է նաև այն հարցը, որ անհրաժեշտություն չի եղել պատվաստանյութ ունենալու։ Այո, անհրաժեշտություն չկա պատվաստանյութ ունենալու, քանի որ իրենք պանդեմիաներ առաջացնելու եւ ուրեմն մեծ մահացություն առաջացնելու դեպքեր չեն։ Օրինակ, ներեցեք, ես Միացյալ Նահանգների դեպքերը բերեցի մահացությամբ եւ դրանք տեսեք մեկ տարվա ընթացքում 8 երկրներում մոտ 300 դեպք, սակայն Եվրոպայում, Միջին Ասիայի երկրներում այդ դեպքերը հիմնականում ուրեմն ավարտվել են դրական ընթացքով, դրական ելքով եւ մահացությունը այնտեղ շատ փոքր է։ Այսպես ասեմ, 100,000 բնակչի հաշվով դեպքերի հայտնաբերման գործակիցը 0.4 է եւ արդեն եվրոպական երկրներում այդ դեպքերը ընթանում են ոչ թե թոքսրտային համախտանիշով, այլ տենդի համախտանիշով, հեմորագիկ տենդի համախտանիշով եւ երիկամային անբավարարությամբ։ Սակայն նորից եմ կրկնում, մահացությունը շատ ցածր է։
ինչ եմ ուզում ասել, կլինիկական ախտանիշներից ճանաչելը մի փոքր դժվար կլինի, քանի որ օրինակ, եվրոպական երկրներում դրանք ընթանում են հեմորագիկ տենդերի ախտանիշներով, դրանք կարող են լինել դենգե տենդին նման, լեպտոսպիրոզին նման, որոնք պարբերաբար մենք հանդիպում ենք, տեսնում ենք, լսում ենք եւ կարդում ենք այդպիսի հիվանդության ախտորոշման մասին։ Եվ հանտավիրուս ախտորոշելը դա միայն եթե լաբորատոր հետազոտությամբ ախտորոշվի եւ այստեղ շատ կարեւոր է բժշկական մոտեցումը եւ բժշկի մոտեցումը եւ առհասարակ մեր էպիդեմիոլոգիական աշխատանքը, հա, կլինիկաներում մանրամասն անամնեստիկ տվյալներ, պացիենտի հետ խոսել, արդյոք ճամփորդել է, արդյոք ունեցել է կոնտակտ կրծողների հետ, արդյոք ունեցել է կոնտակտ մեկ հիվանդ մարդու հետ, ով որ ճամփորդել է կամ ունեցել է կրծողների հետ, եթե մենք ուզում ենք հասկանալ, փորձել հասկանալ դա մարդուց մարդու փոխանցվող շտամն է թե ոչ։ Եվ այսպիսի ինֆեկցիոն հիվանդությունների մեջ առհասարակ 50% ախտորոշման գրավականը դա անամնեստիկ տվյալներն են։ Եվ եթե մենք կունենանք անամնեստիկ տվյալներ, նոր այդ ժամանակ կկարողանանք կասկածել հանտավիրուսային վարակ եւ պացիենտին հետազոտել հանտավիրուսային վարակի վերաբերյալ։ Մնացած բոլոր դեպքերում մենք պացիենտներին վարում ենք որպես վիրուսային վարակով, տարբեր վիրուսային վարակների նման կլինիկական ախտանիշներով պացիենտներ։ Եվ մահը վրա է հասնում արդեն բարդություններից, հետեւաբար ինչպես պետք է բուժել։ Մարդկանց պետք է բուժել ուրեմն առաջացող կլինիկական ախտանիշները, սիմպտոմատիկ։ Եղած տվյալ պահին։ Այո, եղած տվյալ պահին եւ եթե մենք ունենք լավ հագեցած էմերջենսի ծառայություն եւ լավ հագեցած ռեանիմացիոն ծառայություն, օրինակ Միացյալ Նահանգների համար, Ամերիկայի երկրների համար, այսպես ասեմ, ապա մահացությունը բավականին ցածր կլինի ժամանակին ախտորոշման եւ հայտնաբերման դեպքում։ Եվ այստեղ նորից անդրադառնալով մենք կոտրում ենք այդ միֆերը բուժման վերաբերյալ եւ կոտրում ենք այդ միֆերը, որ արագ տարածվում են, սրանք արագ չեն տարածվում, ես խնդրում եմ, հորդորում եմ, ցանկանում եմ, որ մեր ազգաբնակչությունը հանգիստ լինի։ Սա արագ տարածվող չէ եւ COVID-19-ի համավարակի խուճապը, որը որ կարող է լինել, այս պարագայում անտեղի է։ Եվ ընդհանրապես այս խուճապն ու տագնապները, հա, երևի կարճ սրան եւս անդրադառնանք, որովհետեւ կարծես առողջական խնդիրները նաեւ շատ հաճախ առաջանում են հենց այդ տագնապներից ու վախերից, որովհետեւ չէ, բանը կա, մենք այնպես ինչպես զգում ենք հոգեպես մեզ, չէ, դա միանշանակ ֆիզիոլոգիական մեր վիճակի վրա եւս անդրադառնում է, ու այդ ես չեմ ասում հանտավիրուսի կոնտեքստում, առհասարակ առողջական խնդրի կոնտեքստում, բայց երբ մենք լսում ենք, որ ինչ որ վարակ կա, այն արդեն տարածվում է եւ այլն, մեզ մոտ այդ պանիկան, հա, ագնապը միանգամից առաջացնում է շատ ավելի լուրջ կոնտեքստից մի փոքր շեղվելով, ասեմ, շատ լավ բան եք ասում եւ այստեղ հոգեբաններն էլ մեզ շատ կօգնեին, ես մշտապես ասում եմ, մարդը ինքը ծրագրավորում է։ Երբ որ ինքը վախենում է ինչ-որ մի բանից, ինքը կարծես ծրագրավորում է իրեն եւ ընկալ է դառնում տվյալ հիվանդությունից, տվյալ հիվանդության նկատմամբ։ Շատ ճիշտ եք արձանագրում եւ դա բազմիցս մասնավորապես իմ կլինիկական փորձի ընթացքում դա ապացուցվել է, իհարկե նորից անտավիրուսին չի վարվում, վիրուսը պետք է լինի վարակային պարագայում, այո, սակայն ես ձեզ ասեմ COVID-19-ի համավարակից հետո մարդկանց մոտ որոշակի շերտերում այդ տագնապային վիճակը պահպանում է, դա լուրջ հոգեբանական խնդիր է, քանի որ COVID-19 համավարակը որպես այդպիսին լուրջ հոգեկան, հոգեբանական խնդիրներ եւ հետքեր թողեց մարդկանց առողջության վրա։ Սա ինչ վերաբերվում է տարածվելուն, եթե հանտավիրուսի հետ կապված մենք ունենք այլ միֆեր, որոնք այս պահի դրությամբ տարածվում են եւ արժե դրանց եւս անդրադառնալ։ Ես կուզեի անդրադառնալ միֆերից մեկին, որ կարանտինային միջոցառումները, օրինակ երկրները ստեղծել միֆ է եւ հաղորդման գալուց առաջ ես բավականին շատ նաեւ այսպես ասած ամփոփ նայեցի տվյալները, այո, նաեւ տագնապային իրավիճակի առաջացնում, որ սահմանվում է կարանտին։ Եվ միֆերից մեկը, որ կարանտինը սահմանում են կառավարությունները, որպեսզի թաքցնեն հիվանդության բռնկումը, մեծ դեպքերը, դա եւս միֆ է, եւ ուզում եմ այստեղ նշել, որ այո, կարանտին սահմանվում է, հանտավիրուսի վարակի դեպքում առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սահմանել է 42 օրյա կարանտին, եւ կարանտինը սահմանվում է, որպեսզի
հակահամաճարակային միջոցառումները, ինչպես նաև փոխանցումները կարողանան կառավարել եւ մենք չունենանք հիվանդացություն, հիվանդության փոխանցում եւ մեծ թվով հիվանդներ։ Ինչպես նաև կանեին մեծ հաշվով մնացած բոլոր վիրուսների դեպքում, չէ, որոնք որ կարող են որոշակի բռնկում ունենալ։ Իհարկե, հիմա մենք խոսում ենք հանտավիրուսի մասին, որովհետև հաղորդում էր, որովհետև կրուիզային նավի վրա տեղի ունեցավ, բայց պարբերաբար ամբողջ աշխարհում լինում են փոքրաթիվ ինֆեկցիոն տարբեր հիվանդությունների բռնկումներ, որոնց ժամանակ իրականացվում են այդ միջոցառումները, որոնց մասին մենք գուցե առհասարակ, հատկապես հասարակությունը, ոչ բժշկության աշխատակի մասնագետները գուցե նաև չեն էլ իմանում, սակայն այս միջոցառումները, այս գործողությունները մշտապես իրականացվում են եւ սա նորմալ աշխատանքային process է, որը որ պետք է տեղի ունենա։ Այսինքն կարելի է ենթադրել, որ գոնե թե այս պահի դրությամբ հանտավիրուսը չի հավակնում դառնալ այսպես կոչված համաճարակի կամ այն էլ համավարակի պատճառ։ Շատ ճիշտ եք հարցադրումը դնում, մենք առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ունի ռիսկերի, այսպես ասած, դասակարգիչ, դասակարգում եւ հանտավիրուսի ուրեմն համավարակի առաջացման ռիսկը գնահատվում է ցածր։ Կրուիզային նավի վրա համավարակի ռիսկը, այսպես ասած, բռնկման ռիսկը դա միջին գործակցով է, քանի որ դա փակ տարածություն է, ինչպես նշեցինք, իսկ ամբողջ աշխարհում գլոբալ առումով համավարակի առաջացման ռիսկը համաշխարհային առողջապահության կազմակերպությունը գնահատում է ցածր։ Սա բավականին լավ լուր է բոլոր տագնապ ունեցող մարդկանց պարագայում հատկապես։ Երբ մենք խոսում ենք վարակների, համաճարակների եւ առավել եւս համավարակների մասին, այստեղ շատ կարևոր է հաղորդակցությունը հասարակության հետ եւ երևի թե COVID-ն էլ բավականին մեծ փորձ տվեց առհասարակ աշխարհին եւ հատկապես վարակաբաններին այդ կոմունիկացիան հաղորդակցությունը ապահովելու տեսանկյունից։ Ինչ կասեք դրա մասով, արդյոք հստակ կոմունիկացվում է հասարակության հետ եւ հանտավիրուսի տեսանկյունից եւ առհասարակ նմանատիպ իրավիճակներում, որովհետեւ ենթադրում եմ, որ բժշկական համայնք է այստեղ, ով ունի բավարար գիտելիք, նաև փորձ, հատկապես մարդիկ, ովքեր անմիջականորեն, ձեր նման օրինակ անցել են COVID-ի այդ ամենաբարդ շրջանով, իրենք ունեն բավարար գիտելիք եւ փորձ, բայց շատ կարեւոր է, որ նաև կարողանանք այս հաղորդակցությունը պացիենտների հետ, հասարակության հետ, նույնիսկ դեռ ոչ պացիենտի հետ պատշաճ իրականացնել, ինչպես պետք է տեղեկատվությունը փոխանցվի հասարակությանը։ Իրականում տեսեք, այսպես ասած ամփոփ նորից նայելով եւ բնականաբար մայիսի 2-ից արդեն հատկապես վարակաբանները, այսպես զգոն կանգնած են, շատ ուշադիր հետևում են։ Ես նկատում եմ, որ հաղորդակցությունը բավականին պատշաճ վարվում է։ Սակայն մի խնդրանք ունեմ մարդկանց, կարդացողներին, որպեսզի կարդան հավաստի աղբյուրների տեղեկատվությունը եւ լսեն հավաստի աղբյուրները։ Մեր երկրում եւս առողջապահության նախարարությունը, հիվանդությունների վերահսկման կանխարգելման ազգային կենտրոնը պարբերաբար տարբեր հարթակներում, դրանք կլինեն հեռուստատեսային հարթակներ, նմանատիպ ոդքասթեր, թե Facebook-յան եւ Instagram-յան հարթակներ, տեղեկատվությունը տրամադրվում է։ Ես ականատես եմ եղել, կարդացել եմ, լսել եմ, ֆիլտրեն գոնե։ Այո, գոնե ֆիլտրեն տեղեկատվության աղբյուրները եւ հավաստի աղբյուրից տեղեկատվություններ ստանան։ Քանի որ ոչ հավաստի աղբյուրները բնականաբար լսարան գրավելու համար, շատ տարբեր միջոցների դիմում են եւ գուցե այո, այսպես ասած որոշակի վախենալու վերնագրերով, հոդվածների տեսքով իրենք կարող են առաջացնել խոճապ։ Հարգելի հայրենակիցներ, հարգելի քաղաքացիներ, ես ուզում եմ խնդրել, միշտ եւ մշտապես ձեր տեղեկատվության աղբյուրները պետք է լինեն խիստ ստուգված եւ խիստ ուրեմն պաշտոնական աղբյուրներ, որպեսզի վստահաբար հավաստի տեղեկատվություն ստանաք եւ բնականաբար այլ հարցեր չառաջանան ձեզ մոտ։ Ես շատ եմ ուզում նաև անդրադառնալ, եթե թույլ կտաք, ովքեր են ռիսկի խմբում։ Այո, սա շատ կարևոր է, որ հասկանանք, թե ովքեր պետք է մեծ հաշվով առավել զգոն լինեն։ Այն մարդիկ, ովքեր զբաղվում են գյուղատնտեսությամբ, գյուղատնտեսությամբ դրանք կլինեն անասնապահական տեսակներ, դրանք կլինեն հողագործության եւ դրանք կլինեն հատիկագործության շրջան որպես տեսակ, աշխատանքային։
այդ մարդիկ պետք է զգուշանան, քանի որ կրծողները այս պարագայում եւ այս տարածքներում բավականին շատ են։ Երկրորդը բոլոր դեպքերում էլի վերադառնում ենք, որ որոշակի տարիքային խումբ վարակվելու պարագայում իրենք կարող են, ավելի բարդ տանել հիվանդությունը եւ ավելի շուտ ընկալ լինել բարդությունների։ Երևի թե այստեղ ուղեկցող եղած քրոնիկ հիվանդություններ, վիճակներ, եղած քրոնիկ հիվանդություններն են։ Հետևաբար մենք ռիսկի խմբերը առանձնացեցինք աշխատանքային եւ տարիքային եւ հետևաբար այստեղ մենք պետք է նաեւ մտածենք կանխարգելիչ միջոցառումների մասին։ Ինչպես ամենակարևոր этаպներից։ Այո, հիմա ես մարդ, ով չի զբաղվում գյուղատնտեսությամբ, իր կանխարգելիչ միջոցառումները ինչպես պետք է իրականացնի։ Բնականաբար կեցավայրը, որտեղ ապրում է, դրանք լինեն բնակարաններ կամ ոչ բնակարանային, սեփական տնտեսություններ, հնարավորինս ուրեմն կրծողների դեմ պայքարի այդ բոլոր գործողությունները իրականացված լինեն։ Կրծողներ կան, բոլոր տեղերում էլ կան։ Պարզապես դեպի բնակարան հասանելիությունը փակ են հնարավորությունների դեպքում, այո, եւ ուրեմն մաքրումը պարտադիր պետք է լինի խոնավ։ Փոշեկուլ անգամ տնային պայմաններում չպետք է օգտագործվի խոնավ մաքրումով, անպայման խոնավեցնելուց հետո որոշակի, այդպես ասած, ուրեմն նյութերով խոնավեցնելուց հետո մաքրումը։ Սա օրինակ ինչ վերաբերում է բնակարանային։ Հաջորդը ամենակարևոր միջոցառումները կրկին հիգիենան է, ձեռքերի հիգիենան, սննդի հիգիենան, որը որ COVID-ը սովորեցրեց, չէ՞ մեզ։ Շատ իհարկե զարմանալի էր այդ ամեն ինչին հետևելը, որ փաստորեն COVID-ը մեզ սովորեցրեց լվացվել, դիմակ գրել, շատ բարձ թվացող գործողություններ։ Այո, բնականաբար միշտ ասում են, չէ, ինֆեկցիաները դրանք ազդում են պատմության եւ սոցիալ-կենցաղային պայմանների վրա, հատկապես բռնկումները։ Եվ այս միջոցով մենք կարող ենք կանխարգելել մեր մոտ հիվանդության առաջացումը։ Մենք որպես ոչ ռիսկի խմբում գտնվող մարդիկ, ովքեր ապրում են բնակարաններում եւ սեփական տնտեսություններում, եւ ռիսկի խմբում գտնվող մարդիկ արդեն հստակ դիմակներով, ընդ որում այդ աշխատանքները պետք է իրականացնեն դիմակներով։ Մենք այստեղ ռիսկի խմբ եւս պետք է առանձնացնենք բուժաշխատողներին, չէ՞ որ իրենք անմիջապես շփում են ունում եւ ավելի կոնցերտ շփում են ունենում։ Հատկապես այդ առաջին զննումն իրականացնելիս եւ այո, այստեղ ուզում եմ նշել, որ ստանդարտ նախազգուշական միջոցառումների կիրառումը, որոնք որ օրինակ Հայաստանի Հանրապետությունում մենք ունենք հստակ հրամաններով սահմանված, նույնիսկ ինքնապաշտպանության բոլոր այդ միջոցների կիրառման մասով, ընդ որում COVID-ի շրջանում այստեղ նաեւ բավականին մեծ իրավական տեսանկյունից քայլեր ձեռնարկվեցին այդ ամեն ինչը շատ կոնկրետ մշակելու եւ հաստատելու, շատ կոնկրետ մշակվեցին, շատ կոնկրետ ուրեմն հաստատվեցին հրամաններով, նույնիսկ մեթոդական ուղեցույցներով այդ բոլոր նյութերի եւ այլնի կիրառման հետ կապված եւ ստանդարտ նախազգուշական միջոցառումները կիրառվելու պարագայում մենք բժշկական հաստատությունների բուժաշխատողները եւս ռիսկը վարակվելու իջեցնում են եւ բավականին ցածր ռիսկ է։ Հետեւաբար եկեք աշխատենք այնպես, ինչպես հրահանգված է, ինչպես պետք է աշխատենք եւ մենք զերծ կմնանք վարակվելուց։ Իսկ հետաքրքիր է, մենք խոսեցինք այսպես տարբեր շերտերից, նաեւ ռիսկային, խմբերից, արդյոք պահեստները եւ նմանատիպ վայրերը էլի որոշակի ռիսկայնություն իրենց մեջ չեն պարունակում այդ իմաստով։ Միանշանակ, այո, միանշանակ, քանի որ այդ տարածքները սիրելի վայրերն են կրծողների, չկա, այսպես ասած, հսկողություն, չկա կանխարգելիչ, այսպես ասած, սանիտարահիգիենիկ պայմաններ, այո, պահեստները, փակ տարածքները, որտեղ որ հասանելի կլինեն կրծողները, իրենք եւս ռիսկային տարածքներ են համարվում։ Իդեպ ռիսկի խմբում են նաեւ այդ այսպես կոչված մեր լեզվով ասած պահեստում աշխատող պահակները, օրինակ, իրենք եւս ռիսկի խմբում են եւ այո, շնորհակալ եմ այս միջամտության համար, իրենք եւս ռիսկի խմբում են եւ այստեղ եւս պետք է կատարվի համապատասխան միջոցառումներ։ Մենք COVID-ի ժամանակ շատ այսպես մեծ փոփոխություններ տեսանք, թե մարդկանց մտածելակերպի տեսանկյունից, թե բժշկական համայնքում աշխատանքների կազմակերպման տեսանկյունից, նույնիսկ դրանից հետո բխած մի շարք այլ խնդիրների մասով, արդյոք որևէ վերաարժևորման, վերաձևակերպման կամ վերստին մտածելու ընդհանրապես թե ինչպես են վարակաբաններն իրենց աշխատանքները կազմակերպում, ինչպես է բժշկական համայնքը այս կամ այն ոչ ստանդարտ իրավիճակում պատրաստ լինում որոշակի
զգոնությամբ եւ նաեւ ճկունությամբ աշխատելու, այդ քաղված դասերը մենք այսօրվա դրությամբ արդյոք ունենք, թե ոչ, ու եթե այո, որոնք են դրանց թերևս ամենակարևոր քաղված դասերը։ Միանշանակ COVID-19 համավարակից հետո ինձ թվում է չկա մի բժիշկ, չկա մի կազմակերպիչ, որ գուցե հենց թեկուզ իր ներսում, այսպես ասած, քննարկումներ չունենա, թե ինչ պետք է արվեր, որ ավելի լավ լիներ, կամ ինչ չպետք է արվեր, որ ավելի լավ լիներ։ Չկա նման մարդ, չկա նման մասնագետ եւ չկա նման կազմակերպիչ։ Եվ հետեւաբար յուրաքանչյուրս մեզ համար մեր գործողությունների մեջ դասեր ենք քաղել, բայց Հայաստանի Հանրապետության մասշտաբով ես ասեմ, որ այո, մենք ունենք արդեն արտաքին իրավիճակների արձագանքման ռազմավարական փաստաթուղթ, որը որ հաստատվել է հրամաններով, եթե չեմ սխալվում, կառավարության որոշումը, եւ համապատասխան այդ փաստաթղթի առանձնացված են բոլոր քայլերը սկզբից մինչև վերջ, թե ինչ պետք է արվի, ինչպես պետք է մոբիլիզացվի, որ կետում, որ բուժաշխատողը ինչ պատասխանատվություն է կրում, որ ոչ բուժաշխատողը ինչ պատասխանատվություն է կրում եւ որ պարագայում պետք է եւ ինչպիսի պատրաստվածություն պետք է ունենան մյուս ոչ մասնագիտական հիվանդանոցը, հա, Եվս փաստացի մոբիլիզացվում։ Այո, եւս փաստացի մոբիլիզացիա մենք ունենք այդ փաստաթուղթը, որը որ արդեն հաստատվել է եւ ինքը բավականին աշխատատար process էր, բավականին լուրջ աշխատատար process է եղել, ընթացքում որոշ կտորներին տեղյակ եմ եւ այո, մենք դասեր ենք քաղել եւ ասեմ, սա այդ փաստաթուղթը մշակվել է ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաց դասերից, այլ ամբողջ աշխարհի քաղաց դասերից եւ ադապտացվել է Հայաստանի Հանրապետության համար։ Եվ հետեւաբար իրականում ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը հիմա բավականին լավ պատրաստվածություն ունի դիմակայելու կանխարգելելու տարածումը եւ առհասարակ նմանատիպ աշխատանքների եւ մասնագիտական հանրույթով, որպես մասնագետներ եւ ոչ մասնագիտական հարբժշկական հանրույթով, որպես իրենց դերն ու նշանակությունը ոչ պակաս կարեւոր ունեցող, այսպես ասած, ազդեցության գործիքներ։ Նաև շատ են այս ոլորտում, դե թե COVID-ից հետո, թե նաև հիմա քննարկվում են հանտավիրուսի շրջանակներում, ասում են, այ տեսեք, ընտրվել է հենց այնպիսի վարակ, որը չունի պատվաստանյութ, եւ ուստի սա արվում է պատվաստանյութի համար, որպեսզի մենք բոլորս դարձյալ պատվաստվենք։ Ես գիտեմ, որ պատվաստումների թեման դա շատ լուրջ, ծանր, առանձին, երկարատև եւ բավականին բարդ թեմա է եւ հատկապես հանրության հետ քննարկելու կոնտեքստում։ Բայց ամեն դեպքում, որպես մասնագետ, հա, շատ կարևոր է այստեղ հասկանալ, թե որքանով այդ տեսակ քննարկումները կամ տարբեր տեսակի տեսությունները տեղ ունեն քննարկվելու եւ ընդհանրապես լինելու, որովհետեւ սա երևի թե ամենաառաջին, այսպես շատ լայն տարածվող հարցն է պատվաստանյութը եւ հիմա մենք բոլորս պատվաստվելու ենք, կարևոր թեման։ Այո, այստեղ այսպես ասած Теория заговора ներողություն եմ խնդրում թարգմանել չկարողանալու համար։ Մենք սիրում ենք այսպիսի միֆեր, այսպիսի հավատալ, խոսել, քննարկել։ Ես մի հարց եմ ուզում տալ։ Եթե օրինակ առողջապահությունը չարձագանքի այսպիսի դեպքերին, հա, հաղորդումը եղավ, մենք չէինք իմանա չարձագանքի։ Դա որքանով ընդունելի կլինի հասարակությանը։ Երբ որ լայն տարածում ինֆորմացիայի լայն տարածում չլինի։ Իսկ երբ որ կա ինչ որ մի դեպք եւ լայն, այսպես ասած, իրազեկում է ապահովում, սկսվում են այսպիսի քննարկումները։ Հիմա այս պահին հանտավիրուսներ եւ այս պահին այո հանտավիրուսը չունի պատվաստանյութ։ Եվ միանշանակ հավատացած եղեք, հակառակ դեպքում շատ ավելի այլ ուրեմն խոսակցություններ, քննարկումներ եւ թյուր կարծիքներ կհնչեին։ Հետեւաբար ինչ վերաբերում է դրան, օրինակ ես ուզում եմ շատ եմ ուզում անդրադառնալ այս թեմային COVID-19 ժամանակ ամենօրյա տեղեկատվություն էր տրամադրվում, ամենօրյա տեղեկատվություն եւ շատ արագ այդ տեղեկատվությունը տրամադրվում էր գերատեսչությանը եւ ապա առողջապահության համաշխարհային կազմակերպությանը։ Ես երբ որ ուզում եի իմանալ, թե քանի դեպք կա, հա, օրվա կտրվածքով, ես անպայման բացում եւ նայում եի համաշխարհային կազմակերպության տվյալները։ Դա շատ լավ է, շատ նորմալ է։ Եվ ես ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը անգամ մի դեպքով չի թաքցրել։
անգամ մի Բայց փաստորեն եղել են երկրներ, որոնք թաքցրել են դեպքերը։ Գուցե, չեմ կարող պնդել, այսպես ասեմ, սակայն Հայաստանի Հանրապետությունը դեպքերի բաց տեղեկատվություններ իրականացում։ Որոշ դեպքերում ես որպես բժիշկ ասում էի, բայց գուցե մի քիչ ուշ լիներ, գուցե պացիենտների մեջ խոճապ չլիներ, հա, նույն դասերը, որոնք փորձում էինք քաղել, բայց Հայաստանի Հանրապետությունը որևիցե բան չի թաքցրել։ Եվ ես հակված եմ, որ ամեն ինչ պետք է բաց լինի, համենայն դեպս այս դարում տեղեկատվության այսպիսի հնարավորությունների պարագայում։ Այո, պատվաստում չկա եւ ոչ, դա պատվաստանյութ նորից ինչ որ պատվաստանյութ ստեղծելու կամ ինչ որ նորից մարդկանց ինչ որ հիվանդությունների դեմ պատվաստվելու համար չի արվում։ Սա տեղեկատվություն է, որը տրամադրվում է մարդկանց մոտ զգոնությունը որոշակի հիվանդությունների այս պարագայում հանտավիրուսի նկատմամբ բարձր պահելու համար։ Իսկ առհասարակ ինֆեկցիոն հիվանդությունները հենց այսպես էլ լինում են։ Ոչ մի բան նորություն չի։ Բոլոր ինֆեկցիոն հիվանդությունները լինում են այսպես բռնկումներով, որոշ դեպքերում նաև համավարակներով եւ համաճարակներով, չանդրադառնանք պատմությանը, նույն գրիպի համաճարակը, սև ժանտախտի համաճարակը, սև մահը, բոլոր ժամանակներում ինֆեկցիոն հիվանդություն, ինֆեկցիոն հիվանդությունների առանձնահատկություններն են։ Իսկ ինչ վերաբերվում է պատվաստանյութերին, այո, սա շատ ցավոտ թեմա է, շատ ցավալի թեմա է եւ սա միայն հայաստանյան ցավը չէ, ամբողջ աշխարհում հիմա նկատվում է պատվաստանյութերի նկատմամբ թերհավատություն, սա ամբողջ աշխարհում է։ Հա, եւ կարծես թվերն էլ են բավականին փոխվում, իջնում են, ավելի քիչ են փաստացի պատվաստվում։ Ավելի քիչ են փաստացի պատվաստվում եւ պետք է ցավով արձանագրեմ, որ այն հիվանդությունները, որոնք որ մենք հիմա օրինակ Հայաստանում չունենք, նույն դիֆթերիան, նույն պոլիոմիելիտը, դա բացառապես պատվաստումների հետևանքով է, որ մենք չունենք այդ հիվանդությունները։ Սակայն այն քաղաքացիները, ովքեր որ հրաժարվում են պատվաստումներից, այս վերջին շրջանում ամբողջ աշխարհում է թվում Հայաստանի Հանրապետությունում հրաժարումները մի փոքր ավելի շատացել են, իհարկե ես չեմ ուզում թվեր հնչեցնել, որովհետև դրանից չեմ տիրապետում, բայց այդ շերտը դառնում է անկալ այդ հիվանդության ժամանակ։ Եվ որպես կանոն ինֆեկցիոն հիվանդությունը, երբ որ երկար ժամանակ չի եղել եւ նոր դեպք գալիս է Հայաստան, բավականին ծանր են ընթանում առաջին դեպքերը։ Հետևաբար պատվաստումներից հրաժարվելը դա ռիսկ է տվյալ հիվանդությունը վերցնել եւ տանել ծանր, ինչ հակառակ դեպքում չէր կարող լինել։ Պատվաստանյութերի վերաբերյալ շատ եմ ուզում կրկին օգտագործելով այս հարթակը, ամենակարևոր բժշկագիտության զարգացումներից ամենակարևոր զարգացումը, որ եղել է եւ բարձրացրել է կյանքի տևողությունը, լավացրել է կյանքի որակը, դա հենց պատվաստանյութերն էին, որոնք որ սինթեզվեցին եւ շատ հիվանդություններ հաղթահարվում են պատվաստանյութերի միջոցով։ Եվ սրանք փաստացի գիտական հենք ունեցող իրողություններ են, չէ, որովհետեւ ամեն դեպքում երևի թե հենց այդ տեղ հասցնելու պարագայում շատ կարևոր է հենց սրա վրա հիմնվել, որ այս ամեն ինչը գիտահեն մոտեցումներ են եւ ուղղակի ինչ որ մեկը չի որոշում, որ պետք է հիմա ստեղծի պատվաստանյութ եւ դա դնի շրջանառության մեջ, այլ բավականին լուրջ աշխատանք է չէ տարվում մինչև որևէ պատվաստանյութի լույս տեսնելը կոպիտ ասած։ Այո, կարող ենք արդեն դարեր արձանագրել պատվաստանյութերի սինթեզը եւ ես այսպես ասեմ աշխատելով կարծում եմ, հա, մարդկանց ծնողների, երեխաների ծնողների եւ ոչ միայն շփվելով, ես հասկանում եմ, որ մենք այստեղ մի փոքր տեղեկատվական բաց ունենք։ Այն բոլոր մարդիկ, ովքեր դեմ են խոսում պատվաստանյութերից, հասարակ քաղաքացիները, ոչ թե շարժումները, հա, հակապատվաստումային շարժումները, նրանց մոտ ինֆորմացիան է թերի։ Երբ օրինակ իմ աշխատասենյակ երբ որ բարձրանում են եւ մենք խոսում ենք, զրուցում ենք եւ բավարար տեղեկատվություն է տրամադրում, մարդիկ իջնում են եւ ստանում են իրենց պատվաստումը կամ պատվաստում են իրենց երեխային, հետեւաբար այստեղ շատ մեծ աշխատանք պետք է կատարվի, երկարատև, համառ, մեծ եւ համոզիչ աշխատանք պետք է տարվի։ Մշտապես ես ասում եմ, ես ձեզ չեմ համոզում, դա ձեր իրավունքն է, ես ձեզ տրամադրում եմ տեղեկատվություն։ Տեղեկատվության բացը շատ մեծ է։ Դե իրականում հենց այն ընտրությունը, որը պետք է մարդը կայացնի սեփական առողջության նկատմամբ, որևէ միջամտություն անելու համար, այդ համաձայնությունը միանշանակ պիտի հաջորդի տեղեկատվության տրամադրմանը, որովհետև
պատշաճ տեղեկատվություն չունենալու պարագայում մարդը սեփական առողջության նկատմամբ որևէ միջամտության հետ կապված չի կարող հստակ համաձայնության գալ։ Այսինքն ինքը պետք է հասկանա եւ դրա դրական կողմերը եւ հնարավոր բացասական կողմերը, որը կարող է վրա հասնել ամեն դեպքում, հա, որովհետեւ նաեւ դրանք են արձանագրվում, ինչու ոչ, ու յուրաքանչյուր օրգանիզմ դա շատ ինդիվիդուալ, չգիտեմ, առանձնահատուկ մի օրգանիզմ է, որը կարող է նաեւ ինչու ոչ այդ խնդիրներն ունենալ։ Այստեղ ես հիշում եմ, որ կոവിഡ്ի ժամանակ թերևս ամենաշատ քննարկվող հարցը պատվաստանյութի մասով այն էր, որ բավարար ժամանակ չեղավ, չգիտեմ, կլինիկական հետազոտությունները անցկացնելու եւ այլն։ Հիմա այսպես հետ հայացք գցելով այդ շրջանին կամ թեկուզ պատվաստանյութերը, որոնք կոവിഡ്ի ժամանակ ստեղծվել էին, արդյոք հետո դրանց նաև հետադարձ արվում է եւ որոշակի լրացուցիչ այսպես թարմացումներ արվում են, թե չէ դրանք ավելի լավ է եւ արդյունավետ դարձնելու տեսանկյունից, թե ոչ, այս մասով ինչ որ ինֆորմացիա կա։ Պատվաստանյութի հետ կապված կարող եմ ասել, պատվաստանյութի ստեղծման տեխնոլոգիաներ արդեն կան։ Եվ հետեւաբար այնտեղ որոշակի ագենտային փոփոխություններ պետք է արվեր եւ ստանալ կոവിഡ്ի պատվաստանյութը։ Սա մենք 100 տարիներով առաջ չենք, որպեսզի նոր ստեղծենք, հա, նույն այդ մեխանիզմը, տեխնոլոգիան արդեն պատրաստ է։ Նույն միֆը, թե ինչպես արագ ստեղծեցին այս պատվաստանյութը, ուրեմն պետք չի պատվաստվել։ Դա մարդկանց էլ կարելի է հասկանալ իրականում, որովհետեւ մարդը ունի որոշակի մտավախություն սեփական առողջության նկատմամբ։ Միանշանակ համաձայն եմ ձեզ հետ եւ պատվաստանյութերը, որոնք սինթեզվեցին, այսպես ասած, հա, մշակվեցին եւ ներդրվեցին բժշկության արդեն կիրառման մեջ, այդ պատվաստանյութերը որևիցե փոփոխության չի ենթարկվել, որոշ պատվաստանյութեր հանվեցին, որոշները մնացին, սակայն ուզում եմ մի բան հարցնել ձեզ եւ հասարակությանը։ Մենք հիմա հանգիստ շրջում ենք, մենք հիմա հազանգից զրուցում ենք, ինչն է պատճառը, որ չենք գրում դիմակներ, այո, 1 մետր հեռավորությունը չենք պահում, այո, եւ գուցե ձեռքով բարև ենք տալիս, մեկը ձեռքով բարև ենք տալիս, այո։ Նախ կոവിഡ്ի ժամանակ, երբ որ ինձ հարցնում էին, ինչ է կարծում պատվաստման հետ կապված, ես ասում եմ, եթե այս արհավիրքը պետք է մենք կանգնեցնենք պատվաստումներով, ուրեմն պետք է բոլորս պատվաստվենք։ Եվ հիմա ստացվում է, որ մենք արհավիրքը կանգնեցրել ենք, այո։ Հիմա COVID-19 կորոնավիրուսային վարակ, այսպես ասեմ, ինքը համարում է վիրուսային վարակ, էլի լինում են դեպքեր, էպիզոդիկ դեպքեր եւ Հայաստանում եւ տարբեր շտամերի դրսևորումներ։ Այո, տարբեր շտամերի դրսևորումներ, պարբերաբար դա օրինաչափություն է ինֆեկտոլոգիան։ Բայց մենք չունենք այն իրավիճակը, ինչ որ ունեինք 2020 թվականին Հայաստանի Հանրապետությունում։ Եկեք մի հատ հետայացք նայենք, ինչ էր, բոլորը հիվանդացան, լավացան, չէ՞ որ շտամները տարբեր են, իրեն կարող են նորից հիվանդանալ, դա պատվաստումներ։ Ես վստահ եմ, որ մեզ դիտողների մոտ նաև այն մյուս շատ կարևոր հարցն առաջանալու, որ հանտավիրուսը ստեղծվել է որևէ լաբորատորիայում, այնպես ինչպես հնարավոր է ստեղծվել էր կորոնավիրուսը եւ նմանատիպ այլ վիրուսներ։ Ընդհանրապես սա ինչ է, որտեղից է գալիս, կան նմանատիպ, չգիտեմ, փորձարկումներ եւ այլն, գուցե որևէ տեսակի պատերազմներում օգտագործվող միջոց եւ այլն, թե սա էլ է այդ միֆերի շարքից։ Միֆերի շարքից է, քանի որ պատերազմում կիրառելի զենք հանտավիրուսը չի կարող լինել, դա ձեռնտու զենք չէ, հա։ Պատերազմներում կիրառում են արագ ազդեցությամբ զենքերը։ Այդ թվում նաև բնական, հա, այսպես ասեմ, բակտերիալ զենքերը։ Հանտավիրուսը ինքը արագ ազդեցության զենք չէ, ինքը մեծ միամոմենտ բռնկումներ եւ մարդկային կորուստներ չի բերում, հետեւաբար սա միֆերի շարքից է։ Հանտավիրուսը նոր վիրուս չէ, ես հաղորդման սկզբում նշեցի, որ ինքը տասնամյակների, կարելի ասել նաև հարյուրամյակների պատմություն ունի, որ արդեն ճանաչվել է, արձանագրվել է եւ ուսումնասիրվում է։ Եվ եկեք վերադառնանք Հայաստանի Հանրապետություն, եթե չեմ սխալվում 2006 թե 7 թվական, երբ որ մենք օրինակ մեր Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում ունեցանք տուլարեմիայի բռնկում։ Նույն կրծողների միջոցով փոխանցվող տուլարեմիայի բռնկումներ, որը շատ արագ պացիենտների հայտնաբերումով, բուժումով եւ համապատասխան աշխատանքներով կանխարգելվեց եւ սահմանափակվեց։ Հիմա տարբերությունը ո՞րն է այստեղ։ Կրուիզային նավի, այստեղ մայիսի 2-ից մինչև ամսի 13-ը 11 դեպք, իսկ մենք 2007 թվականին մի փոքր ավելի շատ դեպքեր ունեինք։ Դա նույն տեսակի, ուրեմն
վիճակ է, իրավիճակ է։ Եվ հետեւաբար ես խնդրում եմ, ես հորդորում եմ այդ միֆից եւս դուրս գալ, սա բնական զենք չէ, սա բնական զենք լինել չի կարող, մշտապես ճանաչված, տեսակավորված եւ ինֆորմացիա ունեցող վիրուս է, որը որ այս պահին բռնկում է տեղի ունեցել միջոցառումները ճիշտ չպահելու հետևանքով, մասնավորապես այդ զույգի միջոցով, որը շատ արագ, համենայն դեպս տվյալները այդպես են խոսում, տվյալները, աշխատանքները, ծավալված աշխատանքները, ինքը շատ արագ հնարավոր է կանխարգելել, սահմանափակել եւ այլևս չտարածվել։ Իսկ ինչ վերաբերում է ինֆորմացիային, այո, մենք բոլորս էլ պետք է ինֆորմացվենք եւ ճշգրիտ ինֆորմացիա ստանանք, քանի որ մեզ համար ցավալի կլինի այդ ինֆորմացիան առհասարակ չստանալը։ Շնորհակալություն շատ մանրամասն մեզ ներկայացնելու համար հանտավիրուսը եւ ոչ միայն բժշկուհի եւ վերջում մեր հարցը ավանդական որն է հենց ձեր առողջ ապրելակերպի եւ ընդհանրապես առողջ լինելու բանաձևը։ Առողջ լինելու համար ինչ պետք է անեմ։ Ես առողջ լինելու համար պետք է իմ խիղճը հանգիստ լինի եւ առողջ լինի։ Երբ որ ամեն ինչ կատարել եմ ճիշտ, ամեն ինչ կատարել եմ ժամանակին եւ կարողանում եմ հանգիստ քնել, ես առողջ եմ։ Շնորհակալություն։ Բուն TV եթերում առողջ ոդքասթներ, ցտեսություն։